նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Պարզվել է, որ կենդանիների մեջ ամենամաշվածը դա զեբրան է, որովհետև ով ասես փողոցով վրայով քայլում են։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան 22:30 դուք նստում եք հեռուստացույցների առջև, որպեսզի տեսնեք, թե ով է այսօր լինելու Armenian Evening նախագծի հյուրը։ Ասեմ, որ այսօր մի քիչ փոփոխված է լինելու մեր հաղորդումը, որովհետև մենք ունենալու ենք հրաշալի, ճանաչված, սիրված մարդիկ եւ խոսելու ենք մի նախագծի մասին, որը ընդամենը մի քանի օրից արդեն կլինի, այսպես ասած, բոլոր արդեն ականատես կլինեն, կգնան, կտեսնեն, կդիտեն, մի խոսքով ավելի մանրամասն քիչ ուշ, ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պայն ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են, վերադարձրել են լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա նման խնդիր, խնդիրը լուծված է։ 911 Detox Center 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով, մի խոսքով ամենը այստեղ վայելելու, լիարժեք հանգիստ անցկացնելու համար։ Այնպես որ եթե ունեք ազատ ժամանակ եւ մտածում եք, լավ, ուր գնանք այս հանգստյան օրերին, մտածելու կարիք չկա, զանգահարում եք, ասում եք Արմենն ա տվել հեռախոսահամարը, ամրագրում եք այն լավ տեղերը, չնայած բոլոր տեղերը լավն են, եւ իհարկե գնում եք, վայելում եք։ Ինձ էլ ինչ կտակ։ Եվ հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, ինչպես ես արդեն նշեցի հաղորդման սկզբում, այսօր մի քիչ լինելու է ֆորմատային փոփոխություն, այսօր լինելու են հյուրեր, շատ հյուրեր, եւ մենք խոսելու ենք մի նախագծի մասին, որը տեղի կունենա մայիսի 8-ին։ Եվ ես սիրով ներկայացնում մեր առաջին հյուրերին, որոնց շատ լավ իհարկե ճանաչում եք, եւ սիրով ներկայացնեմ Աննա Նուրիջանյան եւ Դավիթ Ղուլղազարյան։ Ողջույններս ձեզ։ Ողջույն, շատ ուրախ եմ տեսնել կրկին մեր տաղավարում։ Եվ եկեք սկսենք ինչ է տեղի ունենալու մայիսի 8-ին։ Աննան որպես կազմակերպիչ, այսինքն գաղափարը, հա, քեզանից էր այդ ամենը, հետո արդեն իհարկե դուք ես գիտեմ, որ Դավիթ հետ միասին համագործակցում եք, ավելի մանրամասն դու պատմի, ես ընթացքում ինչ որ անկապ հարցեր կտամ։ Դե ես երբ պարապ եմ մնում, որոշում եմ բոլորին հավաքել, իրար համախմբվել, առաջացավ մի հետաքրքիր միտք, զանգեցի իմ ընկերներին, որոնք շատ տաղանդավոր են եւ պատրաստական, որոշեցին աջակցել ինձ հետ, որ մայիսի 8-ին երեկոյան ժամը 7-ին գնանք Impression Banquet Hall եւ նշենք մայրերի օրը։
ինչ է ներառում ծրագիրը, մասնագետը կողքս նստած է։ Շատ լավ։ Այսինքն մասնագետը ավելի ճիշտ կասի ինչ է իրենից ներկայացնում մայրերի օրը։ Մայրերի օրը։ Չէ, մայրերի օրը ավելի լավ է դու ասես, բայց ծրագրի մասին իհարկե Դավիթը կասի։ Ես պարզապես հիշեցնեմ, սիրելի հեռուստադիտողներ, ուրեմն մայիսի 8-ին երեկոյան ժամը 7-ին Impression Banquet Hall մայրերի տոնը ձեր մայրերին, ձեր քույրերին, ձեր սիրելի կանանց իհարկե անպայման տարեք, որպեսզի ներկա լինեն, որովհետև ճանաչված, սիրված, հրաշալի մի համերգ է լինելու։ Դավիթ ջան, խնդրեմ, հիմա դու։ Շատ հետաքրքիր նախաձեռնություն էր։ Իրականում ուսումնասիրելով դաշտը Աննայի հետ միասին որոշեցինք ողջել ինչի պակաս ունի Լոս Անջելեսաբնակ հայությունը։ Հասկացանք, որ կերոխումից անպակաս ենք, հասկացանք, որ տարբեր տեսակի ժամանցային ժամանակակից երաժշտությունից անպակաս ենք, բայց այն կարևորը չկա, հոգևոր սնունդը չկա։ Չկա մի երեկո, մի ստեղծագործական ինչ-որ հետաքրքիր հարթակ, որտեղ հնարավորություն ունենան հետաքրքիր եւ վառ անհատականություններ իրենց խոսքը ասելու։ Թե բանաստեղծական, թե երգի տեսանկյունից եւ առհասարակ հաղորդավարական, որովհետեւ մենք ցավոք սրտի այսօր սովոր ենք, որ հաղորդավարը դուրս է գալիս ինչ-որ կենացներ է ասում, մի 10-15 րոպե ժողովրդին զբաղեցնում է եւ նստում է, այսինքն հաղորդավար հասկացողությունը այսօր Փառք Աստծո պահպանվել է գոնե հեռուստատեսությունում։ Գնում է տուն։ Այո։ Բայց միջոցառումների ժամանակ շատ հազվադեպ ենք հանդիպում հաղորդավարական այդ բարձր արվեստին, ավաղ։ Եվ Հայաստանից վերադառնալուն պես սենց հետաքրքիր եւ գեղեցիկ զուգադիպություն եղավ փետրվար ամսին 2026 թվականի Աննային մի փոքր ավելի լավ ճանաչեցի, պատահական հանդիպումը վերաճեց բառի բուն իմաստով շատ լավ ընկերության եւ ինչը ճիշտ է, ստեղծագործական լուրջ նպատակների եւ ձգտումների։ Երևի թե Աննան շատ արագ գլխի ընկավ, որ ես մի քիչ թամբալ եմ իմ տեսակով, սկսեց բզբզել եւ անմիջապես ամրագրեց օր, մայիսի 8, դա միջև մայիսի 8-ով սա ով մեռած տարբերակով, չէ, արի ու տես, ոչ միայն սկսեց բզբզալ, այլև մոտավորապես ծրագիր, ասեց ինչ է ուզում, որ անպայման լինի, մտքերի փոխանակում, ամենօրյա բնականաբար կապ, հավաքույթներ, ստեղծագործական են եռուզեռը, որի պակասը իսկապես յուրաքանչյուրս, մարդիկ ովքեր բնակվում են Լոս Անջելեսում եւ ծանոթ են այդ ամենին կար։ Դե Աննան էլ sense մի կրակի կտոր բառի բուն իմաստով։ Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց խումբը, շատ կարճ ժամանակահատվածում այդ ստեղծագործական process-ը սկսեց եփել բառի բուն իմաստով։ Ու ծրագիրը պատրաստվեց։ Շատ բարի, իսկ քանի մարդ է լինելու, այսպես ասեմ, մասնակիցները։ Դերասանական երաժշտական խումբը բաղկացած է 7 հոգուց։ 7 հոգուց, շատ լավ, ահա։ Արի բացեն գաղտնիք։ Մենք այսպես ասեմ, այսօր իհարկե կյուրընկալ ենք մասնակիցներից, ոչ բոլորին իհարկե, բայց անպայման իհարկե կյուրընկալ ենք, մենք կզրուցենք, բայց ես մի հարց տամ, չէ, արի չբացենք, փակագծերը չբացենք, ինտրիգը պահենք։ Այո, պահենք ինտրիգը, իսկ առհասարակ ինչից ելնելով, հա, այսպես ասեմ, իհարկե բոլոր մասնակիցները շատ տաղանդավոր են, դրանում չէ հարցը, եւ շատ կան տաղանդավոր, բայց ինչով էր պայմանավորված, որ ընտրություն կատարվեց այն մասնակիցներին, ովքեր մեր հեռուստադիտողները քիչ ուշ արդեն կտեսնեն այստեղ իհարկե նստած։ Դե ընթացքում ես հետևել եմ իրենց գործունեությանը, հասկանալով, որ շատ շատ են սիրում ստեղծագործել, բայց երբեմն չկա առիթ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու, ասեցի երեխեք գնում ենք ռիսկի, համախմբվում ենք եւ փորձում ենք կազմակերպել մի միջոցառում ու բոլորս ներկայանում ենք։ Ու այդպես էլ ստացվեց։ Ես ուզում եմ, ես առհասարակ իհարկե շատ լավ ճանաչում եւ իհարկե Դավիթին, Աննա ջան եւ քեզ եւ առհասարակ ուզում եմ նախ ասեմ քո այդ եռանդը, այսպես միշտ զարմացնում է ինձ, որովհետեւ Աննան մի եռանդ ունի, էներգիա ունի եւ շուրջը ոչ մեկ չի կարող հանգիստ մնալ։ Նույնն է, ես հիմա պատկերացնում որոշակի առումով իհարկե այսպես Դավիթի վիճակը հասկանում եմ, որովհետև պատկերացնում ինչ է անում կողքից Աննան։ Ամեն վայրկյան մեր սցենարի հետ կապված քննարկումներ ենք անում, կապ չունի առավոտյան երեկոյան ցերեկը կռվում ենք։ Բայց լույսը ոնց է բացվում իրականում, SMS եւ գրած Դավիթ բարի լույս։ Իսկ սցենարը ես հիմա ուզում եմ մի քիչ ավելի խոսենք ձեր տեսանկյունից, արդյունքը որպես դե կազմակերպչական հասկանալի խոսեցինք, որպես հաղորդավարներ, հա, այդ հաղորդավարներ։ Այսինքն
սցենարը կազմելուց կա որոշակի ինչ որ գաղափարներ, թե պարզապես ուղակի ինչ որ կա ուղղվածություն։ Չեմ ուզում փակագծերը բացել, որպեսզի մարդիկ գան իրենք տեսնեն։ Հիշացնեմ, հա, ուզում եք հիշացնեմ, խնդրեմ, մայիսի 8-ին երեկոյան 7-ին Impression Banquet Hall։ Հիմա լսենք մեր սիրելի հաղորդավարներին։ Ծրագիրը վարելու ենք ես եւ Դավիթը, բայց ծրագրի մեջ ներառված են գեղեցիկ ռոմանսներ, ջազային կատարումներ, հասմունք, բանաստեղծություն, կոմեդիա, փոքր մոնոներկայացում։ Մենք ուզում ենք, որ բոլորը գոհ լինեն եւ յուրաքանչյուրին անդրադառնանք յուրովի։ Այդ օրը բոլորը վայելելու են հրաշալի երեկո, քանի որ տարբեր տարիք են հանդիսատեսները եւ տղամարդ եւ կին, մենք դա հաշվի ենք առել։ Ուզում ենք, որ իսկապես հիշարժան երեկո լինի։ Սցենարի հետ կապված պատմիր դու, որովհետեւ ես քո զահլան արդեն տարել եմ։ Սցենարները փոփոխական են, որովհետև սրանով մենք չենք սահմանափակվելու, սա մեր առաջին մուտքն է այս խմբով։ Ես անվանում եմ սա փոքրիկ թատրոն։ Շատ լավ։ Եվ դա լինելու է ներկայացում, հետևաբար լինելու է ամբողջական մի սցենար, որը այս պարագայում կենտրոնացած կլինի Mother's Day, մայրության տոնին, որը նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց սա լինելու է ոնց որ նախաբան, այսպես ասեմ։ Ֆիլմի պես է լինելու։ Ֆիլմ է լինելու։ Եվ մի բան էլ հազար ներողություն, մեր սցենարի մեջ մի շատ հետաքրքիր կերպար կա, որը մարմնավորելու է Աննան։ Շատ հետաքրքիր, որը շատ ծանոթ եւ հարազատ է յուրաքանչյուր Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող անհատականության, ով կարոտախտով տառապում է եւ տենց է չի կողմնորոշվում, որտեղ է լավ։ Այո, շատ ծանոթ, այո, այդպես։ Եվ այնքան ազդեցիկ եւ դիպուկ կարողանում է Աննան մարմնավորել այդ կերպարը, մի կերպարի մեջ տեղավորված շատ այլ կերպարներ, մտորումներ, զգացմունքներ, այստեղ արդեն արտիստական պրոֆեսիոնալիզմ է Աննայի ներկայացվում, ոչ միայն հաղորդավարական, հա եւ ոչ միայն երգչական, որը շատ կարեւոր է, որ նաեւ ինչ որ բազմաժանրություն է մտնում այդ ծրագրի մեջ, դա չի լինելու սովորական երեկո։ Ավելին ասեմ, մեր հետագա նպատակներն ու ձգտումները, որ մենք կարողանանք այնքան ճանաչում եւ սեր վայելել հանդիսատեսի կողմից, որ բարձրանանք նաեւ Թաթենաբեմ։ Տարբեր բեմահարթակներ, որ իմանա, որ այս խումբը եթե մի բան կազմակերպում է, ուրեմն լինելու է հավուր պատշաճի, լինելու է գրագետ, լինելու է հետաքրքիր, լինելու է բազմաժանր եւ ժամանակը, որը հանդիսատեսը կծախսի այդ ներկայացումները դիտելու համար, երաժշտական եւ ժամանցային, ինչու ոչ նաեւ ժամանակակից։ Ասի, որ հաստատ լավն է լինելու։ Միանշանակ եւ որոշակի առումով ուրախ տղամարդկանց համար, ինչու, որովհետեւ փորձեմ մի քիչ փակագծերը բացեմ։ Դե մենք իհարկե սովորենք, հա, հնից Եկա մարտի 8, այստեղ եկա մարտի 8, չէ, ոչ կան կանաց տոն, մայրուտ, հա։ Հետո մարտի 8-ին, այսինքն սովետական ժամանակահատվածից հետո մենք արդեն Հայաստանում մեզ մոտ եղավ ապրիլի 7-ը։ Գեղեցկության տոն, մայրության, այո, այսինքն մարտի 8-ից ապրիլի 7 եղավ մի ամսյակ։ Հիմա այս խեղճ տղամարդիկ սպասում են, երբ այդ մի ամսյակը պետք է վերջանա ապրիլի 7-ը, որ ապրիլի 8-ին շունչ քաշեն։ Հիմա այս ամեն ինչին հետտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավելացավ մայիսի 8 մայրերի օր, այսինքն մարտի 8-ից մայիսի 8-ը։ Հիմա մայիսի 8-ը եզրափակում է, հա, այդ ամենը, թե չէ, Աննայի դեմքից նայելով Աննան ոնց որ ուզում է մինչև հունիս էս Father's Day-ը երբ այ դեպ։ Մայիսի 9-ին։ Մայիսի 9-ին։ Այդ օրը երեկոյան Father's Day-ը։ Այո, մայիսի 9-ին։ Մի խոսքով այո, ես իրոք ավելի քան համոզված եմ, շատ հիանալի, շատ լավ, նախ ուզում եմ ողջունել նախաձեռնությունը, որովհետև շատ ճիշտ նշեցիք, պետք է մի քիչ փոփոխություն լինի նման նախագծերի, որովհետև հա մենք լավ է իհարկե, երբ որ մարդիկ հավաքվում են, ուտում խմում են, դա նորմալ է, պետք է լինի, բայց իրոք հոգևոր, մի քիչ ավելի լուրջ, ավելի հետաքրքիր Բայց թեթև, դե հաշվառելով երկու բան եմ ուզում ավելացնեմ, առաջինը, որ մեր սցենարը հենց այդ խոսքերով է սկսվում Արմեն ջան, որ սովորենք մարտի 8-ից մինչև ապրիլի 7, Աննան կարող է հավաստիացնել, որտեղ արդեն ծանոթ է սցենա, հենց նույն բառերով կարելի ասել։ Եվ երկրորդը ինչն է հետաքրքիր եւ շատ կարեւոր, որ տարատեսակ միջոցառումների ժամանակ, կամ այդ արվեստագետների հավաքույթների ժամանակ մենք որպես կանոն փնովում ենք ժամանակակից երաժշտական ճաշակը մարդկանց, ասում ենք ոնց կարելի է սա լսել, ոնց կարելի, բայց ոչ մի ալտերնատիվա չենք առաջարկում։ Ու արդյունքում ստացվում է, որ մեր խոսքը օդում է մնում։ Մենք որոշեցինք, որ կարելի է ինչ որ մի հետաքրքիր բան առաջարկել,
թող այն ժանրը ապրի, ոչ ոք դեմ չէ, Այո։ բայց թող դրան զուգահեռաբար նաև լինի այլ ժանր, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ընտրելու կամ գուցեև վայելելու եւ նա, որովհետեւ եւ նա է մերը, եւ սա է մերը, եւ առհասարակ մենք շատ տաղանդավոր ազգ ենք եւ բազմաշնորհ ենք, կարող ենք ամեն ժանրերում ներկայանալ եւ փայլուն Այո, եւ ես ավելի քան համոզված եմ, որ մարդիկ սպասում են դրան։ Այսինքն կա չէ սովորաբար ասում են, դե մարդիկ ինչ ուզում են, այդ ենք մատուցում, ոչ, մարդիկ այսպես բաներ են ուզում եւ այս մարդիկ հիմա դա փորձում են այդ ամենը անել։ Ապշելիք է, բայց տոմսերը շատ արագ սպառվում են, շատ արագ։ Այն աստիճանի, որ նույնիսկ ես մտածում եմ, որ մենք նստելու տեղ չենք ունենալու։ Սիրելի հեռուստադիտողներ, փաստորեն շատ արագ, որովհետեւ ընդհանրապես մեկ շաբաթ եմ մնում։ Դրա համար փորձեք, եթե կան, համենայն դեպս ձեռք բերեք տոմսերը, իդեպ ինչպես տոմսերը ձեռք բերել։ Կարող են գնալ թիքետ մի կետ կամ զանգահարել նշված հեռախոսահամար։ Շատ լավ։ Դե շնորհակալ եմ ձեզ եւ սիրելի հեռուստադիտողներ եւս մեկ անգամ հիշեցնենք մայիսի 8-ին երեկոյան 7-ին Impression Banquet Hall մայրերի տոնին նվիրված շատ հետաքրքիր յուրահատուկ տարբերվող մի նախագիծ, որտեղ հաղորդավարներն են լինելու Դավիթ Ղուղազարյան եւ Աննա Նուրիջանյան եւ քիչ ուշ կվերադառնանք կրկին տաղավար եւ նաեւ կներկայացնենք մասնակիցներին, ովքեր նույնպես ներկա լինելու են այդ հրաշալի միջոցառմանը։ Մնացեք մեզ հետ, ոնց որ ընդունված է ասել։ Մայրերի օրվանն ընթառաջ, մայիսի 8-ին ժամը 7-ին Տեսակով եզակի եւ շատ տարբերվող ծրագիր Impression Banquet Hall-ում։ Happy Mother's Day, նվիրված մեր սիրելի մայրերին։ Երաժշտական համարներով ձեզ կներկայանան Էդգար Խաչատրյանը, Ստեփան Խալաթյանը, Գրիգոր Միրզոյանը, Հայկ Մանուկյանը, Անի Խաչատրյանն ու Նռանե վոկալ պարային ստուդիան։ անգերազանցելի պոեզիա Շողեր Գրիգորյանից։ Հումորային դրվագներ Վարսի Ներսիսյանից։ Անմոռանալի պահերը, պարային ծրագիրը եւ ընթրիքը ներառված են։ Երեկոյի բարձր տրամադրությունը հաճելի անակնկալներով կապահովենք մենք։ Ես Դավիթ Ղուղազարյանս եւ Աննա Նուրիջանյանը։ Happy Mother's Day, մայիսի 8-ին երեկոյան ժամը 7-ին կհանդիպենք Impression Banquet Hall-ում։ Գժվել եմ, շտապեք, եկեք, ել չենք դիմանում։ Սիրելի հեռուստադիտողներ, կրկին վերադարձանք տաղավար եւ սիրով ներկայացնում եմ այս հրաշալի նախագծի, որը տեղի կունենա մայիսի 8-ին երեկոյան ժամը 7-ին Impression Banquet Hall մայրերի տոնին նվիրված այդ միջոցառման մասնակիցներից երկուսին Շողեր Գրիգորյան, Հայկ Մանուկյան։ Ողջույններս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել, շնորհակալություն։ Գիտեմ շատ զբաղված եք, բայց այնուամենայնիվ եկաք, որպեսզի մենք մի քիչ նաև զրուցենք այդ նախագծի մասին։ Սիրով։ Շատ տաղանդավոր մարդիկ, ում շատ լավ ճանաչում եմ, դե սկսենք Շողեր ջան, սկսենք ինչպես եղավ առաջարկը եւ մի քիչ պատմես։ Հա, ինչպես արդեն Աննան ու Դավիթը ձեզ պատմեցին, իրականում միշտ կա այդ ցանկությունը ինչ որ բան անելու, բայց անել այնպես, որ իսկապես շատ մարդկանց գրավի եւ լինի այն բացի, այսպես լրացումը որ կա, որովհետեւ մեկ մտածում ես, միթե պետքա գնալ Հայաստան հետ գալ։ Այո։ Միթե։ Որպեսզի կամ գնալ եւ հետ չգաս։ Կամ վերջապես միթե վերջին պոետն եմ ես։ Կամ միթե, այո, վերջին արտիստներն ենք մենք։ Չէ, բայց լինում է իսկապես խումբը գալիս է Հայաստանից եւ մարդիկ իսկապես ջերմորեն, ուրախությամբ ընդունում են եւ այո, հաճախում են այդ միջոցառումներին։ Մենք Հայաստանից չենք եկել, այստեղ ենք հիմա ապրում, բայց որոշեցինք, որ չէ որ մենք էլ պետքա գնանք Լոս Անջելես հյուրախաղի, հա? Շատ էլ որ Հայաստանից չենք, հա? Եվ որոշեցինք, այո, այսպիսի մի միջոցառում կազմակերպել, որտեղ համարյա թե չեմ ուզում ասել բոլոր ժանրերը կան, օրինակ կրկեսային ժանրը չկա, այն օր այդ էինք խոսում։ Իսկ ինչի չկա կրկեսային ժանրը։ Չկարողացանք, այո, տեղավորել այս ֆորմատը։ Շատ լավ։ Հա, մի խոսքով նկատի ունեմ, իսկապես շատ ժանրեր կան մեր միջոցառման մեջ, որ բոլոր ամեն տեսակ ճաշակի մարդ կկարողանա իր քիմքին հարմար բան գտնել։ Ես ասեմ ինչի ես Շողեր ջան, դու իհարկե շատ տաղանդավոր եւ դերասանուհի եւ երգչուհի եւ
Հիմա դու այդտեղ երկելու ես, թե խաղալու ես։ խաղալու ես։ Հա, ստաց Շատ փակագծեր չենք բացում, որպեսզի այո, բայց ամեն Ես պոեզիայի ներկայացուցիչն եմ լինելու մեր միջոցառման, այո, ընտրել եմ այնպիսի գործեր, որտեղ բացահայտվում է կինը իր տարբեր խարակտերների, իր տարբեր վիճակների մեջ, որովհետև մայրերի տոնը, մենք չենք ուզում մենակ մայրերի վրա կենտրոնանալ, ի վերջո մայրը կին է, կներեք որ այդպես է ստացվել։ Եվ անպայման վերջում կարող եք կրկնել ինչը կհաղթեր քաչերոսին, եթե չլինեին կինն ու քենին։ Ատենց, հա։ Okay, ես ուրիշ ձև գիտեի ուղղակի դասական։ Մի խոսքով ես այո պոեզիայի ներկայացուցիչն եմ լինելու, բայց այնպես եմ մտածել, որ դրանք գեղեցիկ ձևով կապելու եմ իրար։ Արմեն ջան, երևի գիտես, որ խոսել սիրում եմ։ Շատ գեղեցիկ տես, հիմա կլանված ես ու Հայկը լսում ենք, Հայկը ուզում է խոսի, բայց չի կարողանում, որովհետեւ ես կլանված խոսա, ես պարզապես քիչ ուշ կխնդրեմ, հա մի փոքրիկ ասմունք ես, պետք չի իհարկե կամ այն ինչ որ դու ասմունքելու ես միջոցառմանը, բայց մի փոքրիկ ասմունք լսենք, հա կոկոմ։ Հայկ ջան, ուշադիր լսում եմ քեզ, ինչպես ստացվեց առաջարկը։ Առաջարկը, ինչպես արդեն Աննան նշեց, ստացա իրենից եւ մեծ ուրախությամբ համաձայնեցի եւ նրանք նաեւ պատմեցին ժանրային տարբերությունների մասին։ Ուրեմն միայն ես 3 տարբեր ժանրերի երգեր երգելու եմ այդ 3 Օ, հետաքրքիր։ Եվ ժողովրդական, եւ ազգագրական, եւ ունեմ նաեւ ռետրո երգեր, երևանյան երգեր, պոպուրի, այսպես, այդպես հետաքրքիր ժանրային միքս ենք անելու։ Առասարակ տեսի, ես հա բազմիցս դա նշում եմ, դա նկատում եմ եւ դու ասեցի ռետրո երգերը, գիտես, ինչու է այդպես ստացվում, որ մեր ժամանակաշրջանում հիմնականում երգիչները, բենդերը տարբեր տեսակի, բոլորը անդրադառնում են հին մեր երևանյան երգերին։ Ինչու այդ լավն են իհարկե նրանք, որովհետեւ իրոք լավն են, բայց ինչու՞մն է, այսինքն ինչի է այդ հինը քաշում։ Այդ լավ է իհարկե, որ դեպի հին են գնում, այդ շատ լավ է, բայց այդ ինչու չկա այդ նորությունները հիմա։ Նորություններ կան իհարկե, կան, բայց ռետրո երգերը հետաքրքիր հիշողությունների հետ են կապում։ Օրինակ ես երբ որ լսում եմ 80-ականների ռետրո երգերը, ես մտովի տեղափոխում եմ, այդ ժամանակ ես դեռ ծնված չեմ եղել, բայց ես պատկերացնում եմ իմ ծնողների ուսանողական տարիները, իրենց սիրահարված տարիները, այդ ամեն ինչը ու հետաքրքիր զգացողություն առաջանում։ Որովհետև Հայկ ջան, որովհետև այն ժամանակներում շատ կար բարիություն, շատ կար սեր, որը հիմա ցավոք բացակայում է, լինեմ անկեղծ։ Ես ինքս որպես 80-ականներին կայ արդեն։ Այդ ամեն ինչի միջով անցել եմ գիտեմ։ Եվ այո, դա իրոք շատ գեղեցիկ հուշեր, մի խոսքով բրավո, շատ լավ է, որովհետև այդ ամենը դուք պահում եք։ Եվ Շորջ ջան, հիմա մի փոքրիկ հայ դեմ չես լինի, մի փոքրիկ ասմունք եթե դե լսենք։ Այո, կարդամ ձեզ համար Սիլվա Կապուտիկյան։ Ահա, Սիլվա Կապուտիկյան, իսկ ձեզ համար սիրելի հեռուստադիտողներ, ասմունքում է Շովեր Գրիգորյանը, Սիլվա Կապուտիկյան։ Ես գիտեմ, նա գեղեցիկ է, աչքերը գիշեր ու աստղեր, մեր վերև փլվում է տանիքը, մի մնա, փոշի այստեղ, մի նա իր աչքերիս, սա ոչինչ, սա կանցնի այս հիմար արցունքը, պարզապես հրճվանքը շատ էր քիչ, պարզապես շատ է շատ անձուկը, գնում ես դռները բացված են, մի նա իր այդպես վարանոտ, պարզապես սիրտս դեռ կապված է, դեռ քեզ է կապված պարանով։ Գնում ես, ձգվում է պարանը, այրունում սիրտս անխնա։ Հերիք է երկարող այս ցավը, շուտ արա, կտրվիր, գնա։ Շնորհակալություն, բրավո։ Ես գիտես փոշմանեցի, երբ մենք սիրով իհարկե հաղորդման ընթացքում հանդիպեցինք իմ հյուրներ եւ գիտես երկեցի հրաշալի, այ այդ ասմունքը լավ բաց ենք թողել, որովհետեւ բայց հիմա լրացրեցինք, ահա։
Հայկ ջան, այ հիմա խնդրեմ դու նույնպես։ Դե այսօր ճիշտն ասած սովորաբար իհարկե մեր սիրելի հյուրերին բոլորին իհարկե խնդրում ենք որպեսզի երգեն, բայց իհարկե այսպես մինուսով, հա, այսպես ասեմ, բայց հիմա բոլորը այսպես այսօր ակապելա, այսպես կխնդրեմ որպեսզի, բայց ակապելա առանց որևէ նվագակցությամբ, Երկում։ Դե շողերը նենց արտասանեց, որ դրանից հետո մի դու փոքր էլ այո հուզեց, ես ուրիշ տարբերակ չունեմ, քան ուրախ ավելի Այո։ նոտայի վրա ավարտել։ Ժողովրդական փոքրիկ կատարում։ Հազար նազով յար հովերի հետ եկ, ծաղիկ փնջելով սարվորի հետ եկ, ծաղիկ փնջելով սարվորի հետ եկ, սևձիյուս վրա ձեր գյուղն եմ եկել, դուրդ փակ տեսել, մոլոր մնացել, սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, աղջե ինչ մեխակ, սիրո կրակ բեր, սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, աղջե ինչ մեխակ, սիրո կրակ բեր, աղջե ինչ մեխակ, սիրո կրակ բեր։ Ջան, շնորհակալություն, եւ հիմա մեր հերոստատիտողները նույնպես երգեցին ձեզ հետ միասին։ Սիրելի հերոստատիտողներ, որպեսզի այս ամենի անմիջական մասնակիցը լինեք, շատ քիչ օր է մնում մինչև մայիսի 8-ը, ձեռք բերեք տոմսեր, գնացեք վայելեք մայիսի 8-ին երեկոյան ժամը 7-ին Impression Banquet Hall, որտեղ նաև մասնակցելու են Շողեր Գրիգորյանը եւ Հայկ Մանուկյանը, այնպես որ շատ թե ուզում եք այդ ամենը տեսնեք արդեն, ոչ միայն հեռուստացույցով, այլ բեմում, շատ շտապեք, որպեսզի կարողանաք այդ ամենը իրականացնեք։ Շնորհակալություն եմ հայտնում անչափ, բրավո, ձեր այսպես նախաձեռնությամբ, ձեր այս հրաշալի այն ամենի համար ինչ դուք անում եք եւ կարծում եմ դեռ իհարկե շատ եւ շատ առիթներ ունենալու ենք միասին հանդիպելու, որովհետեւ դուք շատ տաղանդավոր եք եւ ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք ընդամենը մի քանի վայրկյանից կրկին կվերադառնանք տաղավար եւ կշարունակեմ ներկայացնել այս հրաշալի միջոցառման անմիջական մասնակիցներին, ովքեր արդեն սպասում են, որպեսզի միանան։ Չենք շատ հեռու գնում մի հատ դադար ու հետ են գալիս։ Սուրճը բերեք, նստեք ու վայելեք, հեսա գալիս ենք։ Մայրերի օրվանն ընթառաջ, մայիսի 8-ին ժամը 7-ին Տեսակով եզակի եւ շատ տարբերվող ծրագիր Impression Banquet Hall-ում։ Happy Mother's Day, նվիրված մեր սիրելի մայրերին։ Երաժշտական համարներով ձեզ կներկայանան Էդգար Խաչատրյանը, Ստեփան Խալաթյանը, Գրիգոր Միրզոյանը, Հայկ Մանուկյանը, Անի Խաչատրյանն ու Նռանե վոկալ պարային ստուդիան։ անգերազանցելի պոեզիա Շողեր Գրիգորյանից։ Հումորային դրվագներ Վարսի Ներսիսյանից։ Անմոռանալի պահերը, պարային ծրագիրը եւ ընթրիքը ներառված են։ Երեկոյի բարձր տրամադրությունը հաճելի անակնկալներով կապահովենք մենք։ Ես Դավիթ Ղուլղազարյանս եւ Աննա Նուրիջանյանը։ Happy Mother's Day, մայիսի 8-ին երեկոյան ժամը 7-ին կհանդիպենք Impression Banquet Hall-ում։ Գժվել եմ, շտապեք, եկեք, ել չենք դիմանում։ Սիրելի հեռուստադիտողներ, կրկին վերադարձանք տաղավար եւ մինչ ներկայացնեմ մեր հյուրերին, մասնակիցներին այդ հրաշալի միջոցառմանը, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ մեր գործընկերներին, մեր հովանավորներին հաղորդման աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում վերադարձնում է լիարժեք կյանքի։ Եթե դուք ունեք նման խնդիր կամ ձեր շրջապատում կամ ձեր բարեկամները ունեն, բարեկամների մեջ կան մարդիկ, ովքեր ունեն նման խնդիր, ապա պետք չի ասել դե հիմա մարդը կանցնի կգնա, չէ, չի անցնի գնա, պետք է պարզապես զանգահարել, գնալ, դիմել եւ բոլոր հարցերը լուծել 911 Detox Center-ի հետ։ Հեռախոսահամարն է 409 9000911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր չէ, այլ առողջարան է բառի բուն իմաստով, որովհետև միայն այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով,
հարմարավետ համարներ, հրաշալի բնություն, մի խոսքով այն ամենը, ինչը հարկավոր է լիարժեք կատարյալ հանգիստը վայելելու համար։ Այնպես որ եթե դուք ունեք հանգստյան օրեր եւ ցանկանում եք լավ հանգստյան օրեր անցկացնել հիշվող, ապա պարզապես պետք է դիմել գնալ եւ հանգստանալ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ սիրով ներկայացնեմ մեր այսպես հյուրերին, այս մասի հյուրերին Էդգար Խաչատրյան, Շուշան Խաչատրյան։ Ողջույններս ձեզ։ Շատ ուրախ եմ տեսնել ձեզ։ Հրաշալի տաղանդավոր մարդիկ եւ պարզապես իրել հեռուստադիտողներ ուզում եմ նաեւ ասել, որ այնպես չասեցի Խաչատրյաններ, որովհետեւ Էդգար եւ Շուշան Խաչատրյանները, որովհետեւ այս հրաշալի զույգը ոչ միայն տաղանդավոր են իրենց գործունեությամբ, այլ նաեւ հրաշալի ամուսիններ են, հրաշալի ընտանիք։ Ամուսնացած ինքը ազգանունը փոխեց։ Ինքը փոխեց։ Այդ ո՞նց դες կորոցում ինչը որ։ Բա Հետո կասեմ։ Դա ցելա լինում շատ լավ։ Դե Շուշան ջան, սկսենք Շուշանից, Նռանե երկի Պարի ստուդիա։ Նախ մի քիչ պատմես իհարկե ստուդիայի մասին եւ ինչպես է ներկա լինելու ստուդիան այդ սաները, հա, այդ հրաշալի միջոցառմանը։ Նռանե երկի Պարի ստուդիան գործում է արդեն շուրջ 2 տարի։ Այո, գաղափարը առաջացավ 2-ից մոտ բացել ստուդիա եւ հատկապես երկի Պարի ստուդիա, որովհետև մենք Հայաստանում տարիներ շարունակ աշխատել ենք Թաթուլ Ալթունյանի անվան երկի Պարի անսամբլում։ Այո, Էդգարը երգում էր, դու պարում։ Այո, եւ այդ անսամբլը մեզ համար օրինակ էր։ Մենք ապրել ենք այդ անսամբլում, դրա համար որոշեցինք այստեղ նմանատիպ ինչ-որ մի փոքր օջախ ստեղծել ստեղի երեխաների համար եւ կարծես թե ստացվեց մեզ մոտ։ Այս պահին բավականին աշակերտներ ունենք եւ երգողներ եւ պարողներ եւ մեր ելույթները շատ են տարբերվում, որովհետեւ բեմում լինում են եւ երգող երեխաներ եւ պարող միաժամանակ։ Ահա, հետաքրքիր է։ Այո, դե Էդգարը վոկալի ուսուցիչն է, ես պարով եմ զբաղվում երեխաների հետ։ Վերջում միքս ենք անում։ Այո։ Խոսում ենք իրար վրա, չի կարելի, այսպես չի։ Բայց ումնա վերջը խոսքել է, որովհետև այստեղ պար եւ խոսք հաղթում է միայն արվեստը։ Հաղթում է արվեստը, այո։ Դե ձեր դեպքում ես համոզված եմ, որ հաղթում է արվեստը։ Ոնց ստացվեց, խնդրում եմ այդ դեպքում մեր միջոցառման անցնենք, առաջարկը ինչպես ստացվեց։ Առաջարկը ստացանք մեր շատ սիրելի Աննայի կողմից մասնակցելու, Համերգից մի հատ համերգից Աննան տեսավ եւ հրավիրեց։ Այո, շատ լավ։ Հա, Աննան մեր ելույթներից մեկը տեսավ։ Այո, եւ դրանից հետո ծանոթացանք նրա հետ, ստացանք հրավերը եւ բնականաբար սիրով ընդունեցինք։ Իսկ ստուդիա, այսինքն սաներ են, ովքեր են լինելու, խնդրում եմ մի քիչ մանրամասնել։ Այս անգամ մասնակցելու է մեծերի խումբը, մեծ աղջիկներն են ապարելու եւ երգչուհու հետ։ Երկչի։ Ես ուզում եմ մի քիչ մենք անդրադառնանք, մի քիչ խոսենք երկչու մասին, որովհետև անձամբ ճանաչելով այդ երկչուն, մի տաղանդավոր այդ փոքրիկ աղջնակին, որը շատ տաղանդավոր է եւ իրոք շատ ուրախ եմ, որ նույնպես տեղ է գտել այդ միջոցառման, այս մեր հրաշալի զույգի աղջիկն է, Անին, շատ տաղանդավոր, լավ ում Անին քաշեց, մամային թե պապային, հիմա որովհետեւ Էդգարին ես որ հարցրեցի հաղորդման ընթացքում, Էդգարը ասաց դե բնականաբար պապային, պապայի աղջիկն է։ Հիմա ումն է այդ տաղանդավ ավելի։ Որպեսզի մե ճիշտ լինի, դու ասա ինձ։ Բալանսի գանք, այո։ Շատ լավ, եւ փաստորեն մեկ համար թե մի քանի համարներ լինելու։ Երկու համարներ, շատ լավ։ Այո, Անին երգելու է, երկու համար։ Մեծերի խումբը, այսինքն երեխաների բարի, դա ինչ խմբի տարիքային։ Մենք ունենք 3 տարիքային խումբ, ունենք 5-ից մինչև 8 տարեկան երեխաներ, ունենք 9-ից մինչև 13 տարեկան եւ 14-ից մինչև 18 տարեկան երեխաների խումբ, այո։ Այս անգամ մասնակցում են մեծ աղջիկները Անիի հետ միասին։ Շատ լավ։ Ներկայանալու ենք 2 համարով։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, պարզապես մինչ խոսքս տրամադրեմ Էդգարին, կրկին ուզում եմ հիշեցնել մայիսի 8-ին երեկոյան ժամը 7-ին կամ ես միշտ ասում եմ ինչպես ընդունված է ասել 7 PM Impression Banquet Hall անպայման ներկա եղեք, որպեսզի այս ամենը արդեն տեսնեք հենց բեմում։ Էդգար ջան, խնդրեմ։ Դե պատմի դու։ Ինչից սկսեմ։ Ոնց ստացվեց առաջարկը եւ առաջարկը նորից նույն համերգի ժամանակ հանդիպեցինք մեր լավ ընկերոջը Աննայի հետ ինձ այդտեղ ծանոթացանք, Դավիթի հետ արդեն ծանոթ էինք վաղուց եւ շնորհակալություն իրենց հրավերքի համար,
Հաճելի է շատ Էդգար ջան, այո, ինչքան երգ ես երգելու, ինչ երգեր ա թե չենք բացահայտել։ Թվեմ երգերի, երգելու եմ 6 երգ ես։ Շատ լավ։ Ես ինքը յուրահատուկ շատ այսպես միջոցառում այս համերգը նվիրված մայրերի տոնին, առասարակ շատ յուրահատուկ է, հա, հիմա դուք էլ նույնպես պատրաստել եք ինչ որ յուրահատուկ ոճով ինչ որ մի բան, թե այսպես իմ կարծիքով որ ծրագիրը բացեք, կարդանք, արդեն դասավորվածությունը մեր կազմակերպիչների ծրագրի նկա որ դասավորել են իրենք շատ օրիգինալ է ու շատ հետաքրքիր է, սկսած պարային ընտրությունից, վերջացրած օրինակ իմ երգերից կամ մնացած արտիստների երգերից ու այդ ֆորմատի այդպիսի համերգ ոնց որ իմ կարծիքով առաջինն է։ Շատ լավ։ Իմ կարծիքով տենց է։ Հուսանք շարունակական կլինի։ Իսկ օրինակ փաստորեն տանը մեկը երգում է, կինը երգում է, կինը պարում է, ամուսինը երգում, լինում է օրինակ մեկը մյուսին համոզի դանել, օրինակ դու համոզես որպեսզի Էդգարը պարի, Էդգարը համոզի որ Շուշանը երգի։ Չէ, մեզ մոտ առանց համոզելու է Առանց համոզելու Ինքը շատ լավ պարում է իմիջայլոց։ Այո։ Ինքն շատ սիրուն երգում է։ Շատ լսել եմ մաքուր որպես վոկալիստ մաքուր սիրուն ականջ ունի, իսկ անի մոտ շատ խառն է, որովհետև կարող է ինքը պարի հայլու դեմը ու միանգամից գնա կարաոկեն միացնի, սկսի երգել, այդ անջատի ու գա սկսի դաշնամուր նվագել։ Մի խոսքով տենց։ Շատ լավ, մի խոսքով կարծում եմ այո, իրոք շատ հրաշալի միջոցառում է լինելու մայրերի տոնի կապակցությամբ։ Իդեպ Էդգար ջան, այն մայիսի 8-ին մայրերի տոնն է նշվում եւ բնականաբար միջոցառումից բացի, իսկ օրինակ քո տիկնոջը ինչ նվեր ես պատրաստել այդ օրվա առթով։ Համերգ ասես համերգ նվերել է։ Ես ձեզանից տես մի հարց սպասում եմ, որ անակնկալ ես բերելու։ Ճիշտ է, ինչ եմ նվիրելու։ Դե հələ չես որոշ, ասա որ դա ինտրիգա է, սպամ, անակնկալ է, միշտ այդ պարագայում, չէ, երկու պատասխան կա միշտ տղամարդիկ, չէ, ասում են դե ես նվերեմ, այդ ստանդարտ որը, դե ես խառնվել եմ իրար օգնի ինձ, ասա ինչ։ Ես քեզ առաջարկում եմ նայ, որովհետև հաշվի առնելով որ միշտ թող լինի դա անակնկալ, դրա համար արի պահի, որ թող լինի անակնկալ եւ թող ինքը իմանա այդ օրը։ Անակնկալ կլինի Շուշանը։ Հետո մենք իհարկե կհրավիրենք, մեզ մոտավորենք անակնկալի մասին է խոսք գնում։ Էդգար ջան, եթե դեմ չես իհարկե մի փոքրիկ կարճ կատարում ակապելայի։ Սիրով, բայց մինչ երգելուն ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, հեռուստաընկերությանը, տնօրինությանը, բոլոր իմ ընկերներին, ասել որ միշտ հաճելի է գալ այստեղ ու շատ թեթև, հաճելի աուրա ունեք, շնորհակալ եմ շատ հրավերի համար, շնորհակալ եմ իմ ընկերներին, ինչ երգեմ։ Շնորհակալություն, ես նույնպես ունում հայտնել Էդգար ջան քեզ, այո, մենք արդեն միասին այստեղ հաղորդման ընթացքում խոսել ենք, զրուցել ենք եւ լավագույն հաղորդումներից է մեկը եղել, որը դու ցանկանաս։ Որը օրինակ, դե ասում եք օրինակ տուն առանց դրա ստացում, օրինակ խնդրեմ որ Շուշանը հուշի օրինակ որ երգը երգի Էդգարը։ Այսօր ես իմ յարին տեսա։ Այսօր ես տեսար ինչ շատ տեղի։ Հա, դե որովհետև ինքը ամեն օր է տեսնում։ Այսօր ես իմ յարին տեսա, թուխմազերը ոլորած էր, բարև տվի, բարև չարավ, գուցե իզնից խռոված էր, նայի դեմքին կարմիր խանձոր, լուսնի նման բոլորած էր, սիրտը ելած, աչքերը թած, անձրևի պես վարարած էր, կայծակ դարած խփեց անցավ, որոտի պես վրդոված էր, նոր հասկացա, որ իմ յարը իմ արվեստից խռոված էր։
Նոր եմ հասկանում ինչի միջև ամուսնությունն ու ազգանունը փոխեց։ Արմեն Խաչատրյանն էր եթերում։ Ապրեք, բրավո, շնորհակալություն եմ հայտնում, իհարկե նորանոր հաջողություններ, նրան էր երկի բարի ստուդիային իհարկե Շուշան ջան, ողջույններս այդ հրաշալի նախաձեռնության համար եւ թող շատ երեխաներ լինի, թող գան սովորեն այդ ամենի, որովհետեւ դուք ինքներդ պրոֆեսիոնալներ եք եւ ձեր փորձը, այո, արդեն մեր ապագա սերնդին այդ ամենը իհարկե փոխանցում եք եւ ձեր տաղանդավոր աղջնակին էլ իհարկե նորանոր հաջողություններ ձեզ հետ միասին։ Շնորհակալ ենք, շատ մերսի։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ այս հրաշալի նախաձեռնության, այս հրաշալի համերգի նախագծի մասին։ Մայիսի 8-ին Մայրերի տոնին նվիրված երեկոյան ժամը 7-ին Impression Banquet Hall այս տաղանդավոր արտիստները լինելու են բեմում, լինելու են ձեզ համար, որպեսզի մատուցեն լավ հրաշալի երաժշտություն, րոպեներ եւ եկեք իրոք լիարժեք լավ վայելեք մայրերի տոնը, բոլորին սիրով հրավիրում ենք, եկեք նույնպես այս ամենի եղեք ականատեսը այս ամենին։ Շնորհակալություն, այսքանն էր մեր այսօրվա մի քիչ փոփոխված ֆորմատով եթերը, մենք իրոք ուզում ենք անդրադառնանք առանձնահատուկ այս միջոցառմանը, որովհետև այն յուրահատուկ է։ Յուրահատուկ է եւ թող նման տիպի միջոցառումներ եւ նման տիպի էներգիայով լի մարդիկ, ինչպիսին է օրինակ Աննան Նուրիջանյան, հրաշ թող շատ եւ շատ լինեն այդպիսի մարդիկ, որ կարողանան կյանքի կոչել նման նախագծեր, որովհետեւ եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, մենք սրա կարիքը ունենք։ Մենք կհանդիպենք հաջորդ 5 շաբթի կրկին 22:30 AMJ հեռուստաընկերության եթերում առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։